Շինությունը, որ Գանձասարի վանքի հարևանությամբ հատկացվել է Մատենադարանի համար, անճանաչելի կերպով փոխվել է, թեմատիկ լուծումներով նաև մուտքն է վերափոխվել, ավելի մեծ փոփոխություններ են կատարվել շինության ներսում։ Ջերուցման համար հիմա կառավարվում է կաղնե փայտից սարքված, որպեսզի գտնվի փակ վիճակում չերևա այս ջերուցման համակարգը։ Շինարարական կազմակերպության ղեկավարը արդեն վերջին փուլի անելիքների մասին է խոսում, աշխատանքների հիմնական մասը արդեն ավարտվել է։ Քանդել եք լրությամբ, քանդել եք ու բարձրացրել, կոլորաձև սարքել, կոլորաձև պատուհանների տեղադրել։ Երկրորդ հարկի բազմաթիվ սենյակների փոխարեն այսօր ընդարձակ ու լուսավոր ցուցասրահներն են, միմյանց միացված կամարաձև անցումներով, կամարաձև լուծումներ են կիրառվել նաև առաստաղի կառուցման գործում։ Այստեղ եղել է սենյակներ եւ այս արկիկ չի եղել, այս կոլորաձև պատալոգները չի եղել, սալներիությամբ քանդվել եւ նորը կառուցվել է, սալիկապատվել է այս կոլոր ներքևի մասերը եւ սալիկապատվել է նույնպես հատակը, դեկորատիվ աշխատանքներ է կատարվել այստեղ եւ ներկվել։ Երկրորդ հարկում արդեն գրեթե պատրաստ է նաև վարչական մասը, առաջին հարկում պահոցներն են եւ ընդարձակ ընթերցասրահը, բարեկարգվել, սալապատվել է շենքի հարակից տարածքը, ավելացել են աստիճաններ եւ կենցաղային նշանակության շինություններ, այս փուլում կանաչապատման աշխատանքներն են ընթացքի մեջ։ Հողային աշխատանքները կատարվել է կանաչապատման համար, մնացել է մի քիչ այս կողի մասը, այս էլ երևի մի շաբթվա ընթացքում այս կողքն կվերջացնենք։ Առաջիկա մի քանի օրերին հիմնականում կոսմետիկ աշխատանքներն են ավարտին հասցնելու, ինչպես ներսում, այնպես էլ դրսում։ Ծրագիրը կավարտեն նախատեսվածից մոտ 1 ամիս շուտ, լավատես է շինարարական կազմակերպության ղեկավարը։ 95% աշխատանքը կատարված է։ Իհարկե ժամանակների մեջ մենք կարողանում ենք տեղավորվենք եւ կհասցնենք ժամանակին ավարտին հասցնել։ Երևի հոկտեմբերի վերջին կհասցնենք ավարտին, բայց տրված է մեզ մինչև նոյեմբերի վերջ։ Ծրագիրն իրականացվում է մարդկային ռեսուրսների զարգացման Փյունիկ հիմնադրամի աջակցությամբ, արժեքը մոտ 270 միլիոն դրամ է կազմում։ Նախապես որպես դպրանոց կառուցված շինության վերափոխման նախագիծը ճարտարապետ Վալերի Հայրապետյանն է կազմել, որպես խորհրդատու աշխատանքներին նաև Արթուր Մեշչյանն է մասնակցել։ Նորեր Հովսեփյան, Բենյամին Ղարախանյան, օր